Ոչ միայն հայկական, այլ նաև տարածաշրջանային արվեստագիտության և թանգարանային զարգացմանն է միտված Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկած գիտաժողովը։ Իմպրեսիոնիզմներ, պատմություններ լուսանցքներից։ Երկօրյա միջազգային գիտաժողովին մասնակցում է ավելի քան 20 առաջատար մասնագետ Հայաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Վրաստանի թանգարաններից ու գիտական հաստատություններից։ Իրականում այսօրվա մեր միջազգային ծավալուն գիտաժողովն ունի շատ հետաքրքիր նախապատմություն։ Այն կազմակերպվում է իմպրեսիոնիզմի ուղիներ նախագծի շրջանակում, նշեմ, որ դեռևս 2022 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահը միացավ մշակույթի ուղիներ ծրագրի իմպրեսիոնիզմի ուղիներ նախագծին։ Եվ դա հայ-ֆրանսիական համագործակցություն է, եւ դրա առաջին արգասիքը արդյունքը եղավ 2025 թվականին Ֆրանսիայում մեր ծավալուն ցուցադրությունը։ Ասեմ, որ հայկական իմպրեսիոնիզմը առաջին անգամ է ցուցադրվում Եվրոպայում, Ֆրանսիայում, հենց դա շատ սիմվոլիկ է, որ հենց բնորանում է ցուցադրվում եւ հատկապես խորհրդանշական է, որ ցուցադրվում է Բարբիզոնում։ Այս գիտաժողովը փաստորեն եզրափակում է այս կարևոր նախաձեռնությունը։ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի խոսքով 2017-ին է առաջին անգամ հայկական իմպրեսիոնիզմ անվանումով հայ իմպրեսիոնիստների հավաքածուն ներկայացվել Մոսկվայում։ Այս ցուցահանդեսով հիմք է դրվել, որպեսզի հայկական իմպրեսիոնիզմ բառակապակցությունը գիտական շրջանառության մեջ դրվի։ Որպես տերմին հայկական իմպրեսիոնիզմը դեռևս չկար։ Ինչու՞մ է սրա կարևորությունը։ Այս պարագայում արդեն հայկական կերպարվեստը դառնում է համաշխարհային գործընթացների լիիրավ մաս, եւ մեր նպատակը հենց այդ էր՝ ներկայացնել ոչ թե առանձին լոկալ մեկուսի հայկական կերպարվեստ իր տարբեր ազգային դպրոցներով եւ դրսեւորումներով, այլ ներկայացնել հայկական կերպարվեստ, որը համաշխարհային շատ կարեւոր բաժին է, շատ կարևոր մաս է։ Եվ այսօր կարծում եմ դա հաջողվեց մեզ, որովհետև այդ տերմինն այսօր արդեն ինստիտուցիոնալացված է։ Գիտաժողովի գլխավոր բանախոսն իմպրեսիոնիզմի ուղիներ կազմակերպության նախագահ Պիեր Բեդուելն է։ Անդրադառնալով Բարբիզոնում կազմակերպված ցուցահանդեսին արվեստագետը նշեց. հայ իմպրեսիոնիստների աշխատանքները բացահայտում էր ոչ միայն իր, այլև արվեստասեր ֆրանսիացիների համար։ Հայկական իմպրեսիոնիզմը համաշխարհային իմպրեսիոնիզմի անբաժանելի մաս է։ Հայաստանում իմպրեսիոնիզմը ժամանակագրական առումով մի փոքր ավելի ուշ է դրսևորվել, քան Ֆրանսիայում, սակայն հիմքը նույնն է։ Բարբիզոնում բացված ցուցահանդեսը բավականին մեծ արձագանք է ստացել։ Ցուցադրությունում ընդգրկված աշխատանքները շատ պայծառ են, գունագեղ եւ մեծ հետաքրքրություն են առաջացրել նաեւ Ֆրանսիայում հայկական համայնքի շրջանում։ Ցուցադրությունն ունեցել է 6000 այցելու, ինչը մեծ թիվ է։ Կարևորում եմ պատկերասրահի հայ եւ ֆրանսիացի նկարիչների միջև համագործակցությունն ու մեծ հույս ունեմ, որ այն շարունակական կլինի։ Մշակութային ուղիներ ծրագրին Հայաստանն ակտիվ մասնակցություն ունի։ Մեր երկիրն արդեն մի քանի ուղով համագործակցում է, դրանցից մեկն էլ իմպրեսիոնիզմի ուղին է։ Գիտաժողովի բացմանն ասաց նախարար Ժաննա Անդրեասյանը։ Իսկապես շատ ուրախ եմ, որ մեր այն համագործակցությունները, որոնք տարիների պատմություն ունեն, նաև զարգացող պատմություն ունեն, այսինքն դրանք ոչ միայն ուղղակի լավ հարաբերություններ են, այլ նաև անընդհատ հարստացող օրակարգեր են, որոնք թույլ են տալիս մեր մշակութային համագործակցության օրակարգերում նորանոր խնդիրներ դնել, նորանոր համագործակցություններ սկսել եւ դրանից իհարկե առաջին հերթին շահում է արվեստը, դրա զարգացումը եւ հենց այսպիսի գիտաժողովներն են նաեւ, որ արվեստաբանական մտքի զարգացման նոր շերտեր բացահայտելու հնարավորություն են տալիս։ Նախարար Ժաննա Անդրեասյանն այս նախաձեռնության շրջանակում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության կարևորությունն է ընդգծում։ Սա եւս մեկ վկայությունն է այն շատ սերտ եւ շատ ինտենսիվ համագործակցության, որ մենք ունենք մշակույթի ոլորտում, թանգարանային կյանքի զարգացումը եւ թանգարանային ոլորտի զարգացումը ընդհանրապես չի կարող տեղի ունենալ առանց միջազգային համագործակցության եւ առանց միջազգային օրակարգի։ Սա դրված է նաեւ մշակույթի զարգացման ռազմավարության կոնտեքստում, որը կառավարության որդեգրած քաղաքականությունն է։ Ժաննա Անդրեասյանը հավելեց, հաջորդ տարի նախատեսվում է Հայաստանում հյուրընկալել մշակութային ուղիներ ծրագրի հերթական աշխատաժողովը։ Գիտաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայգտնվել նաև Հովհաննես Ալխազյան «Վանից Փարիզ» խորհրդանշական ցուցահանդեսի բացմանը։ Հասմիկ Ֆահրեդյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։